Հիմա էս է Հայաստանի սիտուացիան, ժողովուրդ, ուզում եք ընդունեք, չեք ուզում մի ընդունեք, այսինքն մենք հիմա ժողովրդով sense մի հատ ուղղությամբ գնում ենք, որտեղ անդունդ է։ Այդ ճանապարհին, քանի որ մենք չենք դիմադրում, որ գնենք անդունդ, մեր վրա չեն կրակում։ Հիմա եթե սաղս օքեյ են գորը այդ ճանապարհին մեր վրա չեն կրակում, օքեյ, դա այդ ճանապարհն է, եկեք գնանք ինչ անենք։ Այստեղ է խոսակցությունը։ Եվ այս քարոզարշավը հետ գալով ընտրություններին ես ուզում եմ նաև այստեղ նախընտրական երկու բան ասենք ես ու Կարպիսը մենք չենք խոսալու են նրա մասին ժողովուրդ որ բանը օրինակ ես չգիտեմ ես ծրագիր ներկայացնենք մենք որ թոշակները այսքան կբարձրացնենք ժողովուրդ ջան ասենք Հայաստանը կործանում են հիմա այդ բոլոր քաղաքական ուժերը խոսում են որ Հայաստանը կործանվում է ընդդիմադիր նկատի ունեմ էլի դրանից հետո այդ ասելուց հետո գնում են Գյումրի ասում են տնական ավանները կվերացնենք գնում են Վանաձոր ասում են խիմզավոդը կկառուցենք գնում են Գորիս ասում են չգիտեմ ինչ կանենք բան չի ընկալվում ժողովուրդ ջան եթե Հայաստանը կործանվում է այն մարտահրավերություն չկա մենք դոմիկներում ենք ապրել թե շենքերում այսինքն մենք խոսալու ենք այդ կործանման մասին իմացեք գիտեք իմ համար ինչն է ամեն ինչ շատ ծաղելին իշխանությունը մոտ փակուղային խոսույթ առաջնային պլան մղել պատերազմ թե խաղաղություն բարձր այս պայմաններում այս իրավիճակում այն չի որ Հելենս ասես պատերազմ ընդդիմադիրների մասին է խոսքը եւ իրանց թշվառ արդարացումները Չէ մենք պատերազմ չենք ուզում մենք էլ ենք խաղաղություն ուզում բայց մենք ավելի լավ խաղաղություն ենք բերելու